Ընտրարշավի 5-րդ օրն է և ինչպես սպասվում էր, Փաշինյանի ջղաձգումները սկսված են։ Հիստերիկ նոպաների մեջ է, հայախառն ելույթներ է ունենում, անդրադառնալով նույնիսկ ընդդիմադիր գործիչների ընտանիքների անդամներին։ Այս մարդուց որևէ մեկը որևէ այլ բան չէր էլ սպասում։ Բայց սիրելի հայրենակից, հարց է առաջանում, ինչի է նա այս մեթոդներով և այս բառապաշարով մտնել ընտրարշավի մեջ։ Մեկ պատճառով, որպեսզի մենք էլ իրեն հայհոյենք և այս ընտրարշավը վերածվի հայհոյանքների մրցավազքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զզվեն և հոգնեն այս մթնոլորտից, այս իրավիճակից ու չգնան ընտրության, ու ամենակարևորը, այս ճանապարհով նա փորձում է մեր քաղաքացիներին շեղել հիմնական օրակարգային կարևորագույն հարցերից։ Հետևաբար, մենք սա քեզ, Նիկոլ Փաշինյան, թույլ չենք տալու։ Ես հրապարակային դիմում եմ, ու դու պարտավոր ես պատասխանել հետևյալ հարցերին։ Հարց առաջին. կարող ես դու հայտարարել, որ այլևս երբեք Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ մետր քառակուսի չես զիջելու Ադրբեջանին։ Եվ խոսքը նաև Հայաստանի այսօրվա փաստացի տարածքի մասին է։ Ես հատուկ ուզում եմ նշել, որ վաղը միսօր կռուտից չլինես, ասես դե Սյունիքով էր ասել, որ մեր փաստացի տարածքն է։ Կարող ես հայտարարել, որ այլևս երբեք որևէ տարածք չես նվիրելու Ադրբեջանին։ Սա մեկ, և երկրորդը, կարող ես հայտարարել, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է 200 կիլոմետր քառակուսուց ավել տարածք և անհապաղ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։ Այսինքն այն քարտեզը Հայաստանի, որ փակցրել ես դոշիդ, ընկել ես գյուղեգյուղ, գոռում ես իրական Հայաստան, ասես, որ այդ իրական Հայաստանի տարածքից Ադրբեջանը հողեր է օկուպացրել և պետք է անհապաղ դուրս գա։ Հիմա եթե այդքան դուխով տղա ես, ասֆալտին ծեփող, Հայաստանի մասին մտածող, այս երկու հայտարարությունները դու պարտավոր ես անել։ Հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իմանան, իմ համար նորություն չի, ես վաղուց գիտեմ, որ դու թրքահպատակ Ադրբեջանի պահանջները կատարող և նրանց շահերը սպասարկող մեկն ես։ Թող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իմանան, դու ինչի ես ուզում վերարտադրվել, որ ինչ անես, որ նոր տարածքներ հանձնես։ Քեզ թույլ չենք տալու շեղես օրակարգից,